Բարի երեկո։ Արդեն առիթը եղել է նշելու, որ վերջերս բավական հետաքրքիր տեղաշարժեր են նկատվում արտաքին քաղաքական եւ տնտեսական հարթությունների մեջ։ Ընդ որում երկու ուղղություններով էլ՝ եվրոպական եւ եվրասիական։ Նախ Եվրոպական միությունը նոր մանդատ ստացավ Հայաստանի հետ բանակցություններ վարելու, որի արդյունքում պիտի ստորագրվի նոր փաստաթուղթ Հայաստան-Եվրամիություն։ Մյուս կողմից եվրասիական ուղղության մեջ նորություններ այն, որ Հայաստանի նախկին վարչապետը նշանակվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ։ Եվ այս ընթացքում բավական հետաքրքիր տեղաշարժեր է կատարվում Հայաստանում ռուսական քաղաքական եւ ֆինանսական կապիտալի։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ։ Բարի երեկո։ Բարի Սաֆարյան։ Սկսենք Հայաստան-Եվրամիություն այս նոր մեկնարկից։ Նախ այն մասին, թե ինչ կարևորություն պետք է տալ այս նոր մանդատին եւ բանակցությունների մեկնարկին։ Ինչ է կարծում, ինչքան է դրա կարևորությունը, ոչինչ որ այն ավելի ցածր մակարդակ կունենա, քան ունեինք։ Անկախ նրանից քաղաքական դասը, քաղաքական գործիչները կամ մեր հասարակության յուրաքանչյուր անդամ, մեր հերոստատողները ինչ վերաբերմունք ունեն եվրոպական հեռանկարի եւ ընդհանրապես եվրոպական ինտեգրացիայի նկատմամբ, ես կարծում եմ բոլորս առնվազն մի հարցում պիտի համակարծիք լինենք, որ Հայաստանի համար ուղղակի անվտանգության նշանակություն ունի իր հարաբերությունները աշխարհի ուժային կենտրոնների հետ, ոչ միայն Մոսկվայի կամ Վաշինգտոնի, այլ նաև Բրյուսելի հետ։ Իհարկե եվրոպական գծի կողմնակիցները կարող են փաստարկել, որ դա Հայաստանի ապագան է, որ Հայաստանի ապագան եվրոպական տիպի ժողովրդավարություն ունենալն է, լավ կառավարում, ուրեմն բարեկեցիկ հասարակություն, հանդուրժողական միջավայր, ժողովրդավարության բարձր աստիճան եւ մարդու իրավունքների ու օրինականության ապահովվածություն, բայց զուտ միայն մեր ներկայիս աշխարհաքաղաքական դիրքը եւ նաեւ մեր անվտանգության մարտահրավերները ստիպում են եւ պարտադրում են մեզ չափազանց կարեւորել որևէ ուժային կենտրոնի հետ մեր հարաբերությունների մակարդակը։ Այնպես չէ, որ միայն Հայաստանի անվտանգությունը խարսված է ռազմական բլոկի վրա, այնպես չէ, որ մենք գերագնահատենք դա եւ ինչպես ցույց է տալիս ցավոք սրտի անցյալի փորձը, երբ մենք այսպես կոչված կոշտ անվտանգության hard security հետ կապված փորձել ենք թերկարևորել մնացած ուղղությունները, պարզվել է, որ մեր անվտանգությունը դրանից հաստատապես ավելի չի ամրապնդվել։ Տեսեք, մենք ԵՏՄ-ին անդամակցեցինք անվտանգության այսպես ասած նկատառումներով, անտեսեցինք մյուս կոմպոնենտները, անվտանգության մյուս բաղադրիչները եւ լավ պետություն ունենալու եւ լավ կառավարում ունենալու եւ հավասարահեռ ուրեմն հարաբերություններ պահպանելով աշխարհի ուժային կենտրոնների հետ եւ պարզվեց, որ մեր անվտանգությունը բավական խոցելի է դարձել եւ մենք դա տեսնում ենք մեր սահմանագծին։ Դուք նշեցիք լավ պետություն ունենալ, լավ կառավարում ունենալ, ես հատուկ ուշադրություն էի դարձնում, քանի որ այն ժամանակ սեպտեմբեր 3-ից հետո, երբ որ այդ շոկը անցավ, խոսում էինք, ամենայն դեպս Հայաստանը խոսում էր Եվրամիության հետ հարաբերությունները շարունակելու պատրաստակամության մասին քաղաքական բաղադրիչի մասով։ Ինչպես դուք եք նշում, հա, հիմնականում քաղաքական բաղադրիչ է։ Բայց չեք նկատել, որ վերջին շրջանում սահուն այս ռետորիկայի մեջ մտնում է նաև տնտեսական բաղադրիչ։ Այս դեպքում ինչ է ստացվում։ Էլի մենք չենք կանգնում ընտրության առջև, էլի մենք նույն խնդիրները չենք ստեղծում, էլի 2-3 միտեղ լինելու խնդրի առջև չենք կանգնում։ Գիտեք, ես չեմ կարծում, որ Հայաստանը ունի այս պահին կողմնորոշումային քաղաքականություն իրականացնելու եւ մեծ հնարավորություններ եւ նաեւ անհրաժեշտություն։ Եվ թերևս մնում եմ իմ անսասան կարծիքին, որ Հայաստան նաև սեպտեմբերի 3-ին չպետք է հայտարարեր ԵՏՄ-ին անդամակցելու իր մտադրության մասին։ Իհարկե քաղաքականությունը, այսպես ասեմ, եթերներ չի սիրում կամ հետահայաց միգուցե շատերը ասեն, որ հեշտ է գնահատել, բայց ես այն ժամանակ էլ կարծում էի, որ եթե անգամ խոսքը վերաբերում էր Հայաստանի ԵՏՄ հարաբերություններին, ապա մենք կարող էինք միանգամայն այլ ֆորմատներ ունենալ, հատկապես երբ 2012 թվականի օգոստոսի 8-ին Սերժ Սարգսյան Վլադիմիր Պուտին հանդիպման ընթացքում հենց դրա մասին էր հայտարարվել, այսինքն հատուկ կարգավիճակի, հատուկ ստատուսի մշակման մասին։ Եվ ամենևին կարիքը չկար Հայաստանը այս աստիճան ներքաշել մի բանի մեջ, որտեղ թվում էր կամ ինչպես խոստանում էին
տնտեսական մեծ օգուտներ, մենք 1 տարի, 2 տարի հետո հայտնաբերեինք, որ այդ տնտեսական օգուտները չունեն եւ այո, այսօր նաեւ Եվրոմիության հետ հարաբերությունների կոնտեքստում, որքան էլ խոսվում է քաղաքական կոմպոնենտի մասին, այնուամենայնիվ կան նաեւ տնտեսական ակնկալիքներ հաշվի առնելով երկրի տնտեսության համար ստեղծված իրավիճակը եւ դա պատահականություն չէ, որովհետեւ Եվրոմիությունը եւ նրա անդամ երկրները Հայաստանի թիվ 1 ուրեմն առևտրատնտեսական պարտներներն են, այսինքն Հայաստանը բավականին մեծ կապեր ունի տնտեսական առումով Եվրոպայի հետ եւ հետեւաբար եթե դա օբյեկտիվ իրավիճակի բերումով էր ստացվել, որ այնուամենայնիվ մեր կախվածությունը Եվրոպայից ավելի մեծ էր եւ ըստ էության տնտեսությունը գնում էր, Հայաստանի տնտեսությունը գնում էր դեպի Եվրոպա եւ Եվրոպայի հետ ավելի խոր ինտեգրում, բնականաբար տեղի ունեցածը կարելի է մեկ բառով ընդհանրել, ուղղակի արգելակել այդ ընթացքը եւ թույլ չտալ, որպեսզի այն ավելի մեծ օգուտներ բերի Հայաստանին, որովհետև որքան էլ մենք սիրենք կրկնել, թե ԵՏՄ տնտեսական կառույց է, այնուամենայնիվ կարծեք թե այնտեղ մենք ոչ քաղաքական, ոչ տնտեսական որևէ բարիքներ ստացել ենք այս վիճակում եւ անգամ Ռուսաստանի վիճակի, տնտեսության վիճակի վատթարացումը կամ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները հավատացեք դրա բացատրությունը չեն։ Ի վերջո նույն ԱՊՀ տարածքում տենդենսները ի սկզբանե եղել են դեզինտեգրացիոն, այսինքն տնտեսական հարաբերությունների աստիճանաբար խզում եւ դա մեկ տարվա պատմություն չէ, եթե դուք ուշադրությամբ նայեք Ռուսաստանի եւ ԱՊՀ մյուս երկրների հարաբերությունների, տնտեսական հարաբերությունների ընթացքը այս տարիների ընթացքում, ապա կտեսնեք, որ երկարաժամկետ կտրվածներում դրանք ամենևին մերձենալու մասին չեն։ Եվ այս առումով նաեւ մեր ինստիտուտը, միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը ունի մի քանի հրապարակումներ այս տարվա ընթացքում, որոնք հենց դրա մասին էին։ Խոսելու ենք արդեն Եվրամիության հետ մեր հարաբերությունների եւ նոր ստորագրվելիք փաստաթղթի մասին։ Իրականում Հայաստանը եւ Եվրոմիությունը շատ ավելի խոր ուրեմն պայմանավորվածություններ են ունեցել ասոցիացիան համաձայնագրի եւ խոր եւ համապարփակած առևտրի համաձայնագրի բանակցման շրջանում։ Եվ բացառապես քաղաքական խոչընդոտներ են եղել, որպեսզի դրանցից ինչ որ հատվածներ հնարավոր խորության բերվեն որևէ փաստաթղթի վրա եւ դրա արդյունքում ստորագրվի նոր պայմանագրային հենքը։ Հիմա չկան այդ խոչընդոտները։ Այժմ էլ կան եւ եթե ուշադրությամբ դիտարկենք վերջին 1-2 տարիների ընթացքում Հայաստանի հանդեպ կատարվողը, մենք եւ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ դեգերումները մենք կտեսնենք հստակ կապ այդ ամենի ընդհանուր ներքաղաքական զարգացումների առումով եւ նաեւ Հայաստանն Եվրոմիության հարաբերությունները ուրեմն այսպես ասած արգելափակելուն դրանց ուղղված լինելու հանգամանքը։ Ինչի մասին է խոսքը։ Տեսեք, որքան էլ անտեսենք այս փաստերը, այնուամենայնիվ Հայաստանի սահմանների շիկացումը հստակ կապ են ունեցել Եվրոմիության Հայաստան հարաբերությունները վերասահմանելու հետ։ Այդ շիկացումը հստակ կապ է ունեցել ԵՏՄ-ին անդամակցելու առումով Հայաստանում հապաղումների հետ։ Հայաստանում էներգետիկ անվտանգության խնդիրների սրումը, այդ թվում եւ ուրեմն էլեկտրաէներգիայի, գազի եւ այլնի գների թանկացման սպառնալիքները հստակ կապ են ունեցել ժամանակային առումով Հայաստան-Եվրոմիություն ուրեմն հարաբերությունների վերասահմանման մի երկու ուղղակի ուշագրավ փաստ։ Գիտեք, որ անցած տարի նույնպես ապրիլ-մայիսին 20 կազմակերպություններ դիմեցին հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին էլեկտրականության գինը թանկացնելու ուրեմն առաջարկով։ Դա այն շրջանն էր, երբ Ռուսաստանի քաղաքագետները, Կրեմլյան քաղաքագետները Հայաստանի մեղադրում էին փոշմանելու մեջ, երբ ի հայտ եկավ Ղարաբաղյան խնդիրը, երբ պարզ դարձավ, որ Ղարաբաղը դե ֆակտո չի դառնում ԵՏՄ տարածքի մաս եւ այլն, եւ սկսեցին մեղադրել։ Դա համընկավ ուկրաինական ճգնաժամի հետ եւ անգամ Կրեմլյան փորձագետները մեզ մեղադրում էին, ասում էին չլինի, չեք ցանկանում այլևս Ռուսաստանի հետ ճանապարհ անցնել, որովհետեւ Ռուսաստանի վիճակը վատանում է եւ այսպիսի մեղադրանքներ Հայաստանի ուղղությամբ եւ ահա Ռուսաստանը որպեսզի Հայաստանի ետ քայլ չկատարի կամ այսպես ասեմ հայաստանյան ներքին դիմադրությունը ԵՏՄ-ին անդամակցության հարցով չստանա սպառնալից մասշտաբներ, հանկարծ շատ պատահականորեն 20 կազմակերպություններ դիմում են հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին եւ տեղի ունենում դա։ Կամ նույնը հիմա ասացնել դա է, հիմա ասացնել դա է։ Տեսեք, այս տարվա տեղի ունեցածը դսել ավարտեմ, այս տարի
Վիլնյուսի գագաթաժողովին ընթരാճ նորից հեծը ներկայացնում է հայտ եւ պահանջում է բարձրացնել սակագները։ Արդյոք նման բաները կարող են կապ չունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունների հետ միանշանակայով։ Իմաստացնել հենց դա է, եթե կա նման բան, եթե այդ ամեն ինչը փոխկապակցված են։ Հիմա մենք ինչ երաշխիք ունենք, որ այդ ճնշումները պայմանականորեն ասած չեն շարունակվելու այն պարագայում, երբ որ Հայաստանը նոր մանդատ ունի բանակցելու եւ նոր փաստաթուղթ ստորագրելու։ Չէ որ եթե այն ժամանակ գոնե պայմանագրով վավերացված արձանագրված պարտավորություններ չուներ, հիմա Հայաստանը պայմանագրով վավերացած պարտավորություններ ունի, որ չի ձեռնարկի որևէ քայլ, որը կարող է հակասել Եվրասիական տնտեսական միությանը եւ այդ միության անդամ երկրների շահերին։ Բարեբախտությունը այն է, որ ԵՏՄ-ն ստացվեց ոչ այնպես, ինչպես պլանավորված էր Մոսկվայի կողմից, այսինքն Մոսկվան այն ակնհայտորեն ցանկանում էր տեսնել որպես քաղաքական միություն նաև ապագայում, միասնական արժույթով, շատ ավելի մեծ լիազորություններով վերպետական մարմիններով, ինչպես Եվրամիության պարագայում է, ըստ էության դա անհաջողությունները դեռ կան, դեռ չեն վերացել։ Չեն վերացել եւ տակավին բացառել չի կարելի եւ դա նույնպես իդեպ այդպիսի նկարտումներն են նաեւ պատճառը եղել, որ արևմուտքը մի փոքր որոշեց սпасել ինչ է դառնում ԵՏՄ-ն, ինչպիսի պարտավորություններ են ստանձնում դրա անդամ պետությունները, որպես ինքը կարողանա արդեն մնացած բլոկով քաղաքական, քաղաքացիական, չգիտեմ, մյուս բլոկներով արդեն համագործակցել կամ խորացնել համագործակցություն Հայաստանի հետ։ Բայց տեսեք, process-ը չափազանց դանդաղ է տեղի շարժվում եւ դա քաղաքական խոչընդոտների պատճառով։ Այնինչ հաջողվեց անել Ռիգայի գագաթաժողովում այս տարվա մայիսին, դա ուղղակի հայտարարել, որ մանդատներ են տրվելու պաշտոնական բանակցությունները մեկնարկելու համար։ Այժմ ուրեմն շաբաթներ առաջ, կարծեմ 12-ին, թե 12-ին հոկտեմբերի 12-ին արդեն Եվրամիությունը սահմանեց Հայաստանի հետ բանակցությունների մանդատ, երբ նույն Եվրոպական հանձնաժողովը արդեն ամբողջ Եվրամիության երկրների անունից լիազորված կլինի բանակցել Հայաստանի հետ նոր պայմանագրի շուրջ, բայց սակավին անհայտ է արդյոք կարողանան առաջ շարժվել, եթե խոչընդոտող հանգամանքները վերացած չեն, եթե քաղաքական գործոնները շարունակում են միանգամայն այլ բանի մասին խոսել։ Իդեպ նույն այս շրջանում Բայց էկոնոմիկայի փոխնախարարն արդեն ասում է, որ մենք ընկալում ունենք, թե ինչի շուրջ ենք բանակցելու եւ վերջնարդյունքում ինչ է լինելու։ Իհարկե, ինչ որ բաներ, այսինքն ազատ եւ խորը համապարփակ առևտրի այդ համաձայնագրից չեն լինի, որովհետեւ մենք պիտի հաշվի առնենք Եվրասիական տնտեսական միությունում մեր մասնակցությունը, բայց ոլորտներ է թվարկվում, ասենք համաձայնագրի առևտրատնտեսական հատվածից կպահպանվեն, օրինակ համագործակցությունը գիտության, բնապահպանության, հանքարդյունաբերության, տնտեսական երկխոսության, էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների, туриզմի, գյուղատնտեսության, տարածքային զարգացման եւ այլ ոլորտներում։ Կներառվեն նաև մտավոր սեփականության պաշտպանության, որակի ենթակառուցվածքների, սննդի անվտանգության, մաքսային համագործակցություն երևի պիտի հասկանանք առանց տարիֆների, այդ դեպքում ինչ համագործակցություն չեմ ասում, վեճերի կարգավորման ոլորտում համագործակցություն եւ այլն եւ այլն։ Այս ամբողջ շարքը կարծում եք կարող է լինել նոր փաստաթղթ։ Ես կարծում եմ դրվել է առավելագույն նպատակ, ես ուրախ կլինեմ, եթե այդ առավելագույն նպատակը ձեռք բերվի, որովհետև այդտեղ կան բնագավառներ, որոնք թվում է, թե ծածկված են այլևս ԵՏՄ հովանոցով եւ կարծեք թե տեղ չէին թողնում Եվրամիություն Հայաստան համագործակցության համար, բայց եկեք նկատի ունենանք երկու կարևորագույն հանգամանք։ Նախ առաջինը, որ ԵՏՄ-ի անդամակցության շրջանում ինչ որ անցումային շրջան սահմանվեց Հայաստանի համար եւ տակավին մենք դեռևս չենք զգում մաքսադրույքների այն ծանրությունը, որոնք արկա են ԵՏՄ տարածքում, այսինքն Հայաստանին տրվեց ինչ որ անցումային փուլ եւ թերևս սա տեղ է թողնում Եվրամիությանը մտածել նաեւ տնտեսական դաշտում ներկա գտնվելու եւ համագործակցություն խորացնելու համար։ Եվ երկրորդ գործոնը, որի մասին կուզենայի անդրադառնալ, առաջինը դա էր անցումային այդ շրջանը, որը իրականում ոչինչ չի փոխել դեռևս, սարսափելի ոչինչ չի փոխել։ Բայց այդ անցումային շրջանը հոչի ենթադրում Եվրամիություն Հայաստան այդ նույն հարաբերությունները կառուցել առանց Եվրասիական տնտեսական միության, թե եվրոպական ապրանքներ, ասենք այդ շրջանառությունը, չգիտեմ, առևտուր եւ այլն, պիտի լինի արդեն Եվրամիություն, Եվրասիական տնտեսական միություն, Հայաստանը կարող է որպես Եվրասիական
տնտեսական միության անդամ, ասենք ապրանքներ։ Այդպիսի քաղաքական որոշում դեռևս չկա, որպեսզի մենք խոսենք ԵՏՄ եւ Եվրոպական միություն, այսպես ասած, համագործակցության մասին, սա մի խնդիր է, որին ուզում էր հասնել Ռուսաստանի Դաշնության նախագահը, բայց մերժում է ստացել մինչև այժմ, որովհետեւ գաղափարը հենց դա էր ԵՏՄ-ը ստեղծելու, որ աշխարհի այս մասը ես եմ կառավարում, այս մասով պատասխանատուն դու ես եւ եկ ուրեմն կամուրջ գցենք երկու այս հատվածների միջև եվրոպական եւ ասիական հատվածների միջև ամբողջացնելով Եվրասիան, բայց ակնհայտորեն Եվրոմիությունը մերժել է եւ այս պահին էլ մերժում է։ Իհարկե Հայաստանի նախագահը բազմաթիվ անգամներ փորձել է խոսել Հայաստանի կամրջող նշանակության մասին, բայց հասկանանք, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ավելի բարձր մակարդակներում եւ Բրյուսելում եւ Մոսկվայում միասնակ ընդհանուր հայտարար լինի դա անելու համար։ Քանի դեռ դա չկա, այդպես քաղաքական որոշում չկա, հետեւաբար մեր նախաձեռնությունները ընդհանրապես մնալու են քաղաքական հայտարարությունների եւ ցանկությունների եւ պատրաստակամության մակարդակում։ Ինչ վերաբերվում է ուրեմն ԵՏՄ-ի այդ ձեր ասած տնտեսական ոլորտներում համագործակցության մասին, որը իսկապես անակնկալ է, պիտի այդպեսին համարվի, որովհետև դա կներեք նույնիսկ նշանակում է ոչ թե արդեն եվրասիական ներխուժում Հայաստանի տնտեսության մեջ, այլ եվրոպական ներխուժում Հայաստանի եվրասիական տնտեսության մեջ։ Եվ թերևս դա չի կարող աննկատ մնալ Մոսկվայի կողմից, եւ թերևս դրա հետ է կապված նաեւ վերջին շրջանում, այսպես ասած, ռուսական դեսանտի հայտնությունը, պատկերավոր այսպես անվանենք, որը արդեն վկայում է այն մասին, որ ԵՏՄ-ում էլ հասկանում եմ, որ Հայաստանի ինքնիշխանության շրջափակումը լիակատար չի եղել, ինչը տեղ է թողել, որպեսզի Երևանը եւ Բրյուսելը կարողանան շարունակել համագործակցությունը եւ այժմ քաղաքական այդ ներխուժման միջոցով փորձի արվում նաեւ կասեցնել դա։ Մենք կարծում եմ դրա մասին դեռևս կխոսենք, բայց համենայն դեպս արձանագրենք մեկ փաստ։ Դե ֆակտո դե յուրե այո մենք գտնվում ենք ԵՏՄ-ի մեջ դե ֆակտո այն անցումային շրջանի եւ ապրանքատեսակների համար որոնցում Հայաստանը բանակցեց, որոնց վերաբերյալ Հայաստանը բանակցեց ԵՏՄ-ի հետ եւ ստացավ այդ անցումային ժամանակաշրջանը, փաստացի դե ֆակտո մեզ դեռևս պահում է այն դաշտում, որտեղ Եվրոմիության եւ Հայաստանի միջև հարաբերությունները հնարավոր են։ Այս ամեն ինչը հաշվի առնելով, որ մենք դե ֆակտո Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, դե յուրե Եվրասիական տնտեսական միության անդամ ենք եւ դե ֆակտո նոր բանակցությունների մանդատ ենք ստացել Եվրոպական միության հետ։ Հնարավոր է մի նոր սեպտեմբեր 3։ Ես տեսնում եմ մեկ ուրիշ բան։ Ես տեսնում եմ այն, որ արդեն մենք ներխուժում ունենք իդեմս մեր ռուսաստանահայ հայրենակիցների արդեն քաղաքական կյանք, որտեղ արդեն կուսակցական մակարդակներում քաղաքական որոշումները պրոեվրոպական գծի արգելափակելու ուրեմն այսպես ասած ռիսկեր են իհայտ գալիս։ Դեվ մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ Արա Աբրամյանի հիմնադրած կուսակցությունը կլինի եվրոպական ինտեգրացիայի ջատագով։ Ի վերջո Արա Աբրամյանը շարունակում է մնալ Ռուսաստանի նախագահի խորհրդականը ազգային փոքրամասնությունների հարցերով։ Եվ նաև իդեմս ռուսական կապիտալի, որը նրա ամբողջ կարողությունն է, թերևս դրանք արդեն ամեն ինչ ասում են, թե ինչպեսի քաղաքական գիծ կսպասարկվի նրա կողմից ստեղծված կուսակցության կողմից։ Եվ նաև եթե ուշադրություն դարձնենք, որ խոսքը գնում է, այսպես ասած, Բարգավաճ Հայաստանի տեղը զբաղեցնելու նրա մտադրության մասին, ի վերջո նրա հայտարարությունները չի ասել, բայց այդպես ենթադրվում է։ Նրա հայտարարությունները չեն վերաբերվում ռադիկալ դաշտում, ընդդիմադիր դաշտում գործելուն, համաձայն եք, նրա հայտարարությունները չեն վերաբերում իշխանափոխությանը, ինչը նշանակում է, որ նա հայտ է ներկայացնել զբաղեցնելու այն ուրեմն տեղը, որը ուներ ԲՀԿ նախկինում, որպես այսպես ասած իշխող կուսակցության գործընկեր եւ ոչ մրցակից։ Ճիշտ ասած, ինձ մի քիչ անհասկանալի է այդ հայտարարությունը, ենթադրենք մասնակցում եք խորհրդարանական ընտրություններին եւ ստանում եք 50+1 ձայն։ Ստացվում է իշխանափոխություն, մենք չենք ուզում, հա, այդքան ձայն, մեզ Թերևս դա
Այսպես ասեմ, ժողովուրդը վստահում է տալիս այդպիսի հայտարարություն առավելապես ուղղված է իշխանության, իշխող կուսակցությանը, հանրապետության նախագահին, որ ես հավակնություններ չունեմ տնօրինելու կամ վերցնելու իշխանություն։ Բայց դա իհարկե չի նշանակում, թե այդպես էլ լինելու է։ Ի վերջո, եթե կախվածությունները քաղաքական ուժի եւ նրա առաջնորդների չափազանց մեծ են արտաքին միջավայրից, բնականաբար թելադրող լինելու են արտաքին գործոնները, որքան էլ քաղաքական գործիչը կամ այդպիսի հայտ ներկայացնողը չի պատկերացնում բոլոր ռիսկերը կամ այն ինչ հնարավոր է, ասենք, մեկ տարի հետո։ Լավ, այդ դեպքում ինչով բացատրել մամուլի նման խիստ բացասական արձագանքը հայաստանյան մամուլի։ Դե որովհետև այդ ասուլիսի ընթացքում այնքան հակաքաղաքագիտական եւ հակաքաղաքական մենք անսովոր էինք հակաքաղաքագիտական հայտարարություններ։ Չէ, այդքան էլ անսովոր չէր, ճիշտ ասած հակաքաղաքագիտական եւ հակաքաղաքական վարքագծեր շատ ենք տեսել հայաստանյան դերակատարների կողմից։ Բայց գիտեք, հետաքրքիրը նա էր, որ ըստ էության, եթե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նախկինում այսպես ասած, ինչպես Տեր Պետրոսյանը կմնթագրեր հայաստանացին էր, ապա այժմ մենք գործ ունենք բացահայտ դրսից եկած եւ քաղաքական հայտ ներկայացրած քաղաքական բառը մի քիչ մեղմ օգտագործել գործիչի հետ, ով հավակնություն ունի բավականին պատկառելի ներկայություն ունենալ քաղաքական կյանքում, հայտարարում է կանխավ, որ ինքը իշխանությունը վերցնելու ամբիցիաներ չունի, հակաքաղաքագիտական է, որտեղ ցանկացած կուսակցություն պիտի որ ձգտի իշխանությունը վերցնել, չեմ ասում դրա մասին անդադ հայտարարի, բայց հաստատապես նաև չհերքելով նման հեռանկարը, բայց նաև հասկանալու համար, որ իրականում այս քաղաքական միավորի հիմնական նպատակը ներքին միջավայրում բալանսների փոփոխությունն է եւ մթնոլորտի փոփոխությունն է, ցավոք սրտի պիտի խոստովանենք, որ Հայաստանում քաղաքական կապիտալը չթելադրող ուրեմն քաղաքական ուժի վարքագծի առումով փողը եւ այլ հանգամանքներ եւ մենք օրինակ տեսանք, որ նույն Բարգավաճ Հայաստանը օրինակ անցած տարվա ընթացքում Քարյակում լոկոմոտիվի դերն էր կատարում, անկախ նրանից վարքագիծը քաղաքական էր թե քաղաքական չէր, բայց ռեսուրսները նրան էին պատկանում եւ ներթելադրում։ Բոլոր առումներով ռուսական ազդեցությունը էլ ավելի մեծանում է։ Հիմա այս իրավիճակում Հայաստանը կարողանա բալանսավորել հարաբերությունները Ռուսաստանի ու Եվրասիական տնտեսականության եւ Եվրամիության միջեւ։ Ես նույնիսկ չեմ էլ ուզում ասել, ավելի վտանգավոր է Հայաստանի արտաքին քաղաքական միջավայրում բալանսների փոփոխությունը, թե Հայաստանի ներքաղաքական կյանքում բալանսների փոփոխությունը, բայց եթե հայաստանյան քաղաքական դաշտում դոմինանտ դառնան քաղաքական ուժեր եւ քաղաքական վարքագծեր, որոնք արգելափակելու են կամ բացառելու են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները կամ շահագրգռությունների պակաս է լինելու, ապա Հայաստանի ցանկացած իշխանության ով էլ կլինի նրա ղեկավարը, ցանկացած իշխանության համար չափազանց բարդ է լինելու, եթե չասեմ դժվար, պահպանել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները։ Ճիշտ է, չգիտեմ ինչպես է վերաբերվում ներկայիս իշխող կուսակցությունը, բայց դա նաև այդպիսի միջավայրը, որտեղ ռուսական կապիտալը լինելու թելադրողը, որքան էլ Հայաստանցու ազգանունով կամ հայկական ազգանունով անձանց դեմքով, բայց այդպիսի միջավայրը նաև նրանց է զրկելու մանյովրելու, խուսանավելու ազատությունից եւ հնարավորություններից եւ ի վերջո, այսպես ասենք, բացելու է Հայաստանի թիկունքը եւ դա չափազանց մտահոգիչ պիտի լինի, ես չգիտեմ, ճիշտ ասած Արա Աբրամյանը հայտարարում է, որ ինքը Սերժ Սարգսյանի հետ խոսել է, Սերժ Սարգսյանը ողջունել է ցանկացած նախաձեռնություն, բայց սա չափազանց թանկ կարող է նստել առաջի հերթին իշխանության վրա եւ նույնքան թանկ նաեւ երկրի վրա։ Հիմա ձեզ որպես քաղաքագետ ինչ է ասում ձեր հոտառությունը առաջիկա ժամանակաշրջանում Հայաստանին կհաջողվի այդ բալանսավորումը կարգավորել, թե ռուսական քաղաքական եւ ֆինանսական կապիտալը ավելի թե չնայած էլի ազդեցիկ է շատ առումներով, ավելի կշարունակի ազդեցիկ։ Ես կարծում եմ, մենք գործ չունենք ինչ որ սպոնտան process-ի հետ, մենք գործ չունենք ուրեմն
ինչ որ անձնական նախաձեռնությունների հետ, ինքնաբուխ նախաձեռնությունների հետ, մենք տեսնում ենք համակարգված, սիստեմատիկ, այսպես ասած, առաջխաղացում ռուսական կապիտալի, հայկական ազգանունների ներքո, եւ մենք տեսնում ենք նաեւ քաղաքական որոշումներում առանցքային դերակատարում ունենալու մտադրություններ, ինչը արդեն ամեն ինչի մասին ասում է։ Հետևաբար այս պահին իհարկե Հայաստանը ունի ժամանակ եւ ազատություն։ Այլ կլինի, եթե մեր ներքին միջավայրը այնպես փոփոխված լինի, որ արդեն եվրոպական գիծը ուղղակի նաեւ քաղաքական աջակցությունից զերկված լինի, որովհետեւ այսպիսի միտումների շարունակվելու դեպքում իհարկե այլևս անգամ չի հայտարարվի, որ գիտեք Հայաստանի համար եվրոպական ինտեգրացիան այսպես ասած կարևոր է։ Ինչը որ անում էին գոնե մինչև այժմ քաղաքական ուժերը, նրանցից որևէ մեկը հաստատապես կասկածի տակ չի դրել, բայց եթե ներքին միջավայրը փոխվի եւ բալանսներ փոխվեն երկրի ներքին քաղաքական կյանքում, բնականաբար մենք կարող ենք ունենալ նաեւ այլ պատկեր, այսինքն բացարձակապես բացակայություն եվրոպական գծի։ Այս համատեքստում ինչպես եք նայում, ինչպես կմեկնաբանեք մեր նախկին վարչապետի նշանակումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարի պաշտոնում։ Սա պարզ ռոտացիա էր ձեր կարծիքով, քաղաքական որոշում էր, թե տնտեսական հաշվարկներ էին, թե այլ նկատառումներ էին Եվրոպական միության հետ հարաբերվելու եւ այլն։ Թերևս ուղղակիորեն դա լրացնում է այն, ինչի մասին խոսում ենք մինչև այժմ։ Այսինքն մի կողմ եմ թողնում, ինչպիսին է Տիգրան Սարգսյանը որպես վարչապետ, մի կողմ եմ թողնում արդյոք նա երբեմն իրականում իր էությամբ կրել է այն, ինչի մասին նա գրել է իր հոդվածներում, բայց համենայն դեպս հրապարակային դաշտում Տիգրան Սարգսյանը որպես վարչապետ ամրագրվել է որպես մեկը, ով հոդված է գրել Հայաստան նայում է Եվրոպային։ Եվ հիմա մենք նորից եմ կրկնում, մի կողմ թողնենք մեր բոլոր տեսակի գնահատականները նրա պաշտոնավարման շրջանի, տնտեսության կառավարման եւ ընդհանրապես նրա անձի նկատմամբ։ Մենք ունենք մեկը, ով համենայն դեպս երկրի տեսլական, որ անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով տեսել է Եվրոպայի հետ Հայաստանի մերձությունը։ Հիմա զավեշտ է ստացվում, որ այդպիսի պետական գործիչը արդեն տեղափոխվում է ուրեմն մի կառույց, որին Հայաստանի անդամակցությունը ինքը աննպատակահարմար էր համարում մի քանի պատճառներով, չխորանանք, դա շարադրված է իր հոդվածի մեջ։ Այսինքն ինչ է տեղի ունենում, մենք ունենում ենք փաստացի հետևանք այն բանի, որ Հայաստանում չկան սկզբունքային քաղաքական գործիչներ, Հայաստանում չկա, այսպես ասած, աշխարհաճանաչողական կամ եվրոպամետ ուղղվածություն եւ ըստ էության ամեն ինչ կներեք բարիս համար, կներեն ինձ հերոստատողները, ամեն ինչ վերահացվել ժուլիկության։ Այս պահին այսպես է հարմար, այսպես եմ գրում, այն պահին այնպես է հարմար։ Գիտեք, ես օրինակ անկեղծ ասած անկախ իմ վերաբերմունքից իշխանության եւ նրա վարած քաղաքականության նկատմամբ, օրինակ նույն սեպտեմբերի 3-ից հետո ես սպասում էի Հայաստանի Հանրապետության վարչապետի աղմկոտ հրաժարականին, ով կհրաժարվեր եւ կասեր, որ այլևս իր պատկերացումները չեն համընկնում վարվող քաղաքական գծի հետ։ Ես չեմ ասում նա անցում կատարել ռադիկալ ընդդիմության դաշտեր, բայց եթե անգամ նա ինքը ներքին քաղաքականության հարցերում չուներ խոր անհամաձայնություններ, գոնե երկրի երկարաժամկետ հեռանկարի առումով նա կարող էր այդ գիծը սպասարկել։ Եվ հիմա հետաքրքիր բան է ստացվում։ Երբ որ մենք մի կողմից վերլուծում ենք ռուսահայկական, այսպես ասած, ռուսաստանահայկական այսպես ասած ներխուժում Հայաստանի քաղաքական կյանք որոշումների վրա ազդելու տեսանկյունից եւ մյուս կողմից տեսնում ենք արևմտյան գծի ֆորմալ ճակերտների մեջ ասած կողմնակիցների այսպես ասած հայտնվելը ԵՏՄ ոչ թե ղեկավար պաշտոնում ես այլ բառ կօգտագործեմ կալպակի տակ կարծեք թե պատկերը ամբողջական է դարձել, այսինքն մենք ունենք երկու միտումներ, մեկը մեծացնել ռուսական քաղաքական ներկայությունը, մեծացնել պրոռուսական ազդեցությունը քաղաքական դաշտում եւ քաղաքական որոշումների առումով եւ մյուս կողմից բանտարկել այլ գծերի սպասարկողներին։ Գիտեք, ես չեմ ասում Տիգրան Սարգսյանը ինչ որ զգուշ եղեք ձեզ էլ չբանտարկեն։ Իսկ դուք մի մտածեք, որ մենք առաջարկություններ չենք ստացել եւ չենք ստանում եւ չենք ստանալու։ Խնդիրը նա է, թե ով ինչին է համաձայնում եւ ես ցավում եմ Տիգրան Սարգսյանի ընտրության համար։
Եվ այս կտրվածքով ես դրա համար եմ ասում, այն ինչ անում են իրենք, ինձ մեծ ցավ է պատճառում, որովհետև ես ինքս էլ անհամաձայնություն ունեմ եւ որպես քաղաքացի, եւ որպես փորձագետ, եւ որպես քաղաքական գործիչ երկրի ներկայիս արտաքին քաղաքական կուրսի հետ, բայց նաեւ հաստատապես ինձ թույլ չեմ տա ընդունել կամ համաձայնել այն առաջարկներին, որոնք դեմ են լինելու իմ ներքին համոզմունքներին եւ իմ գաղափարներին։ Շնորհակալ եմ զրույցի համար, տեսնենք ինչ զարգացում մեջ կլիներ, մի կողմից ծեր ասած ճակատների մեջ ասեմ ռուսական քաղաքական կապիտալի հոսքը Հայաստան եւ մյուս կողմից քաղաքական կապիտալը նկատի ունեմ եւ մյուս կողմից Հայաստան Եվրամիություն այս նոր փուլը բանակցությունների ինչով կավարտվի։ Շնորհակալություն զրույցի համար, այսքանը սա երկրի հարցը ծրագիրն էր, ես այսօր զրուցում էի միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ։ Լավ մնացեք։